Այլի ժողովուրդ ջան, իրեք լավ անպամած օրեր ու ահագին գործ եմ արել բանջարանոցում, այս ճանապարհը, որով մենք անցնում ենք առուների միջով, լավ այսպես մոլախոտ կար ու իրեք ամբողջ օրը մաքրել եմ, հիմա այս կանաչը պետքա տանենք ու մուրճապատենք սածիլները։ Երեք չէ նախանցած օրն էլի մուրճապատել եմ, այստեղ փորձել եմ մի քանի տարբերակ ինտերնետից նայել, բույսերը մոլախոտերից պաշտպանելու համար ու նաև հողը ծածկելու համար, այս մի մասում այսպես կարդոն եմ գցել ու նոր վրան այսպես մոլախոտ լցրել։ Իսկ այստեղ մոլախոտերը այգու հավաքում եմ ու ծածկում եմ այս սածիլների արանքը, որի վրից էլ արդեն փայտի թեփ եմ շաղ տալիս։ Ասում են սա օգնում է, որ մոլախոտեր չաճեն, ինչպես նաև բույսը պաշտպանում է չորացումից, խոնավությունը ինքը պահում է։ Տեսեք, այդտեղ մոլախոտեր չկան, բայց այս արանքում, որ մուրճապատված չի, նորից սկսել են մոլախոտեր աճել։ Այս ընթացքում նաև ինչ ենք անում, պետք է այս ավելորդ ճյուղերը կտրենք, իմիջիայլոց այս ճյուղերը կարող եք դնել հողի մեջ ու նոր սածիլներ ստանալ, սրանք լավ սորտեր են, դրա համար որոշեցի էլի դնեմ, ճիշտ է արդեն ամառվա առաջին ամսվա կեսն է, բայց կարծում եմ, եթե հիվանդություններ չլինեն, նորից ֆիտավտոր չբռնի, անցած տարվա նման, կարելի է այս ճյուղերից էլ սածիլներ ստանալ։ Մի անգամ մաքրել եմ, բայց էլի ինչպես տեսնում եք կա։ Քանի որ սրանք էլ լավ սորտեր են, իմիջիայլոց այս մի քանի սորտը, իրենք սև պամիդորներ են։ Ես էլ եմ առած սերմերից է, փորձենք հասկանանք, բերք կունենանք, թե չէ, ամեն տարի այդպիսի խնդիր լինում է։ Այս տարի իհարկե երկու անգամ արդեն ֆիտավտորի դեմ սրսկել եմ ու հույս ունենանք, որ տեսեք ինչ թողում ենք, այսպես մեծանում է, պետք չի ուղղակի իրանց այսքան թողնել։ Ֆիտավտորի դեմ սրսկել եմ, հուսամ կկարողանանք այս տարի գոնե բերք ունենալ։ Մի քանի օր առաջվա պոկածներն է, բայց էլի կա։ Այս սորտերը անպայման պետք է դնել ու արմատակալիս է, ուղղակի այս ճյուղերը կարնևին կոչվող նյութ կա, թաթախում ենք դրա մեջ ու դնում ենք ջրի մեջ, իրենք արմատակալում են, նորից կարող ենք դնել հողի մեջ որպես սածիլ։ Այսքան 2-3 բույսից հավաքեց, չպետք է թողնենք այսքան մեծանար, որպեսզի բույսը ավելի ինքը դեպի վերև է աճում ու տալիս է արդեն պտղատու ճյուղեր, իսկ սրանք ուղղակի աճում են ու թուփ են դառնում։ Կոնկրետ այս սորտերը ու ներքևի 4 առուները, իրանք վաղահաս սորտի են, Իրինա Սեդեկա կոչվում այդ սորտը, էլի ինտերնետից եմ մարել, այս սորտը ինչի եմ վստահ, որ լավ սորտ է, որովհետև մի քանի տարի առաջ էլի այս սորտից առել բերել էի, սերմերից առել ու ստացել էի ու ահագին լավ բերք էի ստացել, իրենք ուրեմն շատ չեն բարձրանում, շատ բարձրահասակ բույսեր չեն ու շատ շուտ էլ բերք են տալիս։ Հուլիսի կեսերին արդեն այդ տարի բերք ունի, այս տարի մի փոքր երևի կուշանա, որովհետև անձրևային եղանակները շատ էին ու սածիլներ կարելի ասել ուշ դրեցի։ Այսեք, տեսեք, այս հենց սրանք պետք է պոկել, այնպես որ նորից այստեղից ինքը ճյուղ չտա։ Դրանով նպաստում ենք բույսի ուղիղ աճին, ոչ թե թփեր տալուն։
Ամենը 3 առույց այսքան հավաքեցի ժողովուրդ ջան։ Հիմա նաև ցույց կտամ ոնց ենք իրեն ստիպում, որպեսզի արմատակալի։ Ժողովուրդ ջան, կարնևինը այս նյութն է, աճի ստիմուլյատոր է, ինքը նպաստում է արմատային համակարգի զարգացմանը։ Հիմա որպեսզի այս ճյուղերից մենք սածիններ ստանանք, ինչ ենք անում, այս ներքևի ճյուղերը այսպես վերացնում ենք, հաստ ճյուղերը ու թաթախում ենք այս փոշու մեջ ու դնում ենք ջրի մեջ։ Ինքը մի քանի օր հետո արդեն արմատներ կտան ու մենք կունենանք արդեն սածիներ ստացած արդեն ճյուղերից։ Այսպես կարող ենք տնել հողի մեջ, երբ արմատները ձևավորվեն։ Նաև այս տարբերակով կարող ենք տնել առանց ջրի մեջ արմատներ աճեցնելու, բայց արմատներն աճեցնած տարբերակով ավելի հարմար է։ Հաստ ճյուղերն ենք վերցնում, որպեսզի արդեն պատրաստի ձևավորված բույս ունենանք։ Ու չենք մոռանում ջուրը բանկայի հետ տնել տաք տեղում, որպեսզի ինքը ավելի շուտ արմատները զարգանան։ Հիմա ջոկելու ենք այս ստեղից, իհարկե շատ մանրեր էլ կան, այս մանրերը պետք չտեսեք, սրանք դնենք, ինքը շատ ուշ է ձևավորվելու, աճելու, հետևաբար սրանք չենք դնում, դնում ենք այսպիսի հաստերը։ Տեսեք, այս հաստ ճյուղերից ավելի հեշտ ու արագ կստանանք։ Այսքանից ժողովուրդ ջան, փորձեցի հանեմ ամենահաստերը ու մնաց այսքան բարակները, սրանք դեն եմ նետում։ Հիմա այս նյութի մասով ժողովուրդ ջան, այս կարնևինը կարող եք դուք ձեռք բերել ցանկացած այգեգործական խանութից, հիմա վաճառում են։ Մեծ ճտերի մոտ այն ճտերը, որոնք շուտ էին հիվանդացել, արդեն լավ են, բոլորն էլ ուտում են, բայց այս սևը, որ տեսնում եք, ինքը դեռևս մի փոքր թևերը կախա, այնտեղ էլի կան տենց կուչեկածներ, բայց աշճանաբար դզվում են։ Այս մեկ ինչի է եկել ստես փոքրից։ Փոքրերն էլ աշճանաբար դզվում են, ժողովուրդ ջան, տեսեք։ Տեղափոխել եմ այստեղ, որովհետև այնտեղ շատ շոգ էր։ Ու այստեղ իրենք կամաց դզվում են, թեև մեջները կա գլուխը ծուռ։ Այս մեկը տեսեք, ինքը իզը ծռվել է, ինքը ուտում է, խմում է, ակտիվ է, բայց այս վիճակում է։ Մեջներից կա 1-2-ը կուչեկած, բայց շարունակում եմ ես անտիբիոտիկներ տալ, անտիբիոտիկ փոխել եմ արդեն, 5 օր տվել եմ այդ պենիցիլին ստրեպտոմիցինը, հիմա ուրիշ դեղ եմ տալիս։ Փորձենք հասկանանք, տեսնենք ստացվի, սրանց էլ խելքի բերենք, կամաց կարծես թե խելքի են գալիս։ Հիվանդությունը դեռ կա, դեռ չի ամբողջությամբ չեն բուժվել, բայց արդեն խորժակի մեջ այս փոփոխություններ եմ նկատում, այս մեկը լրիվ թևերը կախ էր, հիմա արդեն տեսնում եք ակտիվ ազվզում ուտում է, այս սևը տեսեք բերանը ոնց է բացել։ Դեռ հիվանդությունը կա, դեղերը շարունակում ենք տալ։ Հնդկահավին ես մի օրով տեղափոխել էի մնացածի մոտ, բայց զգացի, որ ինքը դեռևս ճտերի համար անհանգստանում է, կանչում է ճտերին ու նորից տեղափոխեցի այստեղ, որպեսզի օր ժամանակ էլ ինքը ճտերին տիրություն անի, մինչև ճտերը կբուժվեն, նոր արդեն իրեն կտեղափոխենք արդեն արու հնդկահավի և մնացած հնդկահավերի հետ։
Այս սևին նորից պետք է մի փոքր բարձր դոզայով անտիբիոտիկ տալ, մինչև ինքը ամբողջությամբ կդզվի։ Ինկուբատորի մեջ մնացել են 3-ը, ընդհանուր այս ընթացքում ժողովուրդ ջան սատկել է 3 ջութ փոքրերից։ Այս 3-ից այս մեկը այսօր նկատեցի, որ արդեն 5-6 օր հետո արդեն սկսել է ուտելը, բայց ինքը դեռևս ծանր է շնչում։ Այս մեկն էլ է ուտում, բայց գլուխը էլի ծռված է մի փոքր ու սենց բժշաց է, տեսեք։ Իսկ սա լավ ուտում է, բայց ընթացքում գլուխը էլի ծռվում է, ինքը սկսում է թպրտալը։ Տեսեք, ինքը չափերով խոշոր ջութ է, ափսոս է։ Չգիտեմ, մեծ ծռվածությունը կդզվի թե չէ, բայց դե ամեն դեպքում, եթե այս վիճակում եմ, միևնույն է, շարունակելու եմ իրանց կերակրել, մինչև հասկանանք ինչ է լինում։ Ընդհանուր հիվանդության արդյունքում կորցրել եմ 3 հավի ջութ ու հնդկահավի ճտերը չեն լավ, ես նույնիսկ 5 հատ սատկել են, չեմ էլ ուզում ցույց տամ, որովհետև մնացածն էլ այդպես լավ վիճակում չեն, բայց չգիտեմ, կասկածում եմ, որ հնդկահավի ճտերը թունավորվեցին, որովհետև իրենց սոխով կերակրելուց հետո այդպես եղան, թե իրենք միշտ սոխ են ուտում, բայց թե այդ սոխի հետ ուրիշ մոլախոտ էլ կան, թե ինչ, այդպես կերան ու սկսեցին սատկել։ Նրանց չեմ էլ ուզում ցույց տամ, որովհետև վստահ չեմ, որ նրանցից հնդկահավերից ինչ-որ մեկը կփրկվի, որովհետև նրանք շատ բան են, էլի, այսպես իմունիտետը ցածր, թույլ թռչուններ են, իրենք հիվանդության դեպքում շատ դժվար է բուժելը։ Ու սրանք տեսնենք ինչ կլինի։ Նունիկ։ Պասի։ Շնջիլ այսպես գցում է։ Ջան։ Սել նունիկն արդեն մեծացել է, չսկսեք, չասեք ինչի ես կապել, որովհետև ինքը արդեն կծում էր սաղից, իսկ բաց թողած շների վնասների մասին ձեզ մի անգամ չի որ պատմել եմ։ Ջուն։ Երեք նկատել էի, որ այս ծաղիկները բացում են, սա ինձ համար նորություն է, էլի առած սերմեր է, բայց օրվա արդեն երկրորդ կեսին իրենք արդեն այսպես փակում են, ուրեմն իրենք մի օր են դիմանում, տեսեք, իրենք տեսքով նման են պատատուկներին, որոնք կարծես թե բոլորիս բանջարանոցում էլ, ծաղկանոցում էլ կա, բայց սրանք այդ պատատուկ տեսակ չեն, այսինքն իրենք չեն բարձրանում էլ ինչ-որ ցանկապատի վրա, ուղղակի այսպես սիրուն թփեր են լինում։ Իրեք նաև բոլոր պամիդորի սացիլներն եմ դրել այս մասերում, այստեղ էլ մի շարք էլի սոխի արանքում եմ դրել ու այս սխտորի անկյունում եմ դրել, որպեսզի երբ սխտորը հավաքենք, այստեղը ազատ չմնա, ինքը կլինի արդեն կծառայի որպես պամիդորի արդեն առուներ։ Մնացել է այս մի քանի հատ ծիծակի սացիլները, սրանք էլ մի տեղ կտեղավորենք ու սացիլ դնելու սեզոնը կավարտենք։ Այստեղ իհարկե նորից շատ են կտրում, բոյ-բոյը կտրում է, որովհետև այստեղ եթե հիշում եք խոտ էր լցրած ու նաև աճը լավ չի, որովհետև այստեղ այդ խոտը երկար ժամանակ մնացել է ու հողը այդքան էլ լավ վիճակում չի։ Ճիշտ է, այս սևահող լցրել էի, բայց այս վիճակում է, տեսեք, 3 սնուցում եմ տվել, հուսամ հետ կգան, իսկ մի քանի օր առաջվա դրածներն արդեն տեսնում եք կոկոնած է, ասես փարթամ թփեր են, շատ արագ են աճում։ Այստեղ նաև ծաղկածները կան, տեսեք։ Լավ է, եթե եղանակը բարեհաջող լինի, իսկ այս տարի էլի նորից հանձրևոտ է երևում։ Գուցե կարողանանք պամիդորը մեր այգուց ունենալ։ Տարիներ են եղել, որ պամիդորից մեր այգում համ կերել ենք, համ կարողացել ենք պահածոյացնել, այսինքն ավել գումար չենք տվել։ Բայց այդ տարին բարեհաջող չի լինում, այս բույսերը հիվանդանում են։ Այս տարի իհարկե
Փորձում եմ այդ հիվանդության դեմ էլ պայքարել, ինչև է փորձենք հասկանանք։ Նաև մի քանի օր առաջ ես սոխերն էի քախանարել, բայց արդեն այդ տեսեք փոքրերը երևում են։ Սա պետքա մի բանով այսպես երես փխրեցնենք, որպեսզի նորից մոլախոտը չկա ու չծածկի։ Ձեռի հետ էլ նաև քաղան ենք անում, որպեսզի անջարանոցը ավելի սիրուն լինի։ Իսկ այս մոլախոտերը դեն չենք նետում, ուղղակի լցնում ենք այսպես բույսի տակ։ Սա ծառայում է իրենց համար որպես մուլչա եւ խոնավությունն է պահում եւ այլ մոլախոտեր չեն աճում, այսինքն լույսը չի ներթափանցում հողի մակերևույթ ու սերմերը քնած վիճակում են մնում։ Ու մի քանի հատ էլ այստեղ սացիլ է մնացել, սա փոքր են, կմեծանան, էլի միտեղ կտեղավորենք, տեղ կգտնվի։ Ինչ ազատ տեղ եմ գտնում, այսպես սացիլներ եմ դնում, տեսեք ծառի տակ, փոքր հատվածը ազատվել ու այդտեղ արդեն դնում ենք։ Այստեղ էլ արդեն կարտոֆիլը, այս տարվա կարտոֆիլն ենք սկսել օգտագործել։ Ազատված տեղում էլ արդեն լոբի ենք ցանելու, աշնանը կանաչ լոբի ունենալու համար։ Լոբին հիմնականում հունիսի 25-ից հետո ենք ցանում, որպեսզի ամբողջ աշուն կանաչ լոբի ունենանք։ Այս լիբարներն են, լավ են։ Երկու անգամ փխրեցրել եմ, բայց այ տեսեք արդեն ծաղիկ կոկոնն է երևում։ Ու երեք նաև քանի որ օրը խոնավ էր, սնուցում եմ տվել բիբարներին, այս սրանք էլ հեսա կբերենք էլի մուրչայով կծածկենք մոլախոտերով ու փայտի թեփով ու ավելի լավ կաճեն։ Հողը շուտ է չորանում, թեև խոնավային է, այտենց խոնավ տարի է, բայց տեսեք պինդ է էլի, սենց ծածկելուց հետո արդեն հողի խոնավությունը մնում է հողի մեջ ու տեսեք վարունգները, որոնք միասին էինք ցանել, մի փոքր դեղնացություն կա, այլի սա կարծեմ ազոտի պակասից է, այլի սնուցել ենք, տեսնենք կդզվի ու տանը հաճեցրած վարունգը որ տեղափոխել էի, արդեն իր վրա բերք կա ու կարանք պոկենք, այ տեսեք ծաղիկները բերքով ոնց է երևում։ Այս տարվա առաջին վարունգի բերքը։ Այս հնդկահավերից ժողովուրդ ջան, երկուսն էլ ածում եմ, բայց երեք տեսա, որ հնդկահավերը իրենք բնի մեջ չեն ածում, չգիտեմ չի, թեև այնտեղ կա հարմարություն, զարթած որպեսզի իրենք նստեն զուացեն, բայց գետնին են ածում ու երեք տեսա, որ հավերը մեկը ծվերից մեկը կերան։ Իրանց էլ չեն պատրաստում դնել, որովհետև թուղթ դնել, որովհետև նախ շատ ուշ է, իսկ հավի ճտերի մասով, եթե հեղացնել կարան պահեմ, այդ շատ լավ կլինի ու նոր ճտերի կարիք չունեն։ Ու հուսանք սրանք չեն հիվանդանա, բայց ոնց որ թե ծրի քանակն է կրճատել։ Այստեղ մի հատ ածել են։ Չէ, արդեն սկսել են լավացելը, հենակա, իմիջալոս նախորդ տեսանյութերից մեկում գրել էիք, որ զգուշ ձերք ստանեմ ծվերը հավաքելուց, որովհետև հնարավոր է օձ լինի, ժողովուրդ ջան, այդ մասով շատ լավ է, որ խորհուրդ եք տալիս, ես էլ զգուշ եմ իմիջայլոց, որովհետև գիտեմ, որ օձերը կարող են ձվի վրա գալ ու այդտեղ վնաստան, թեև մեր տարածքում այդքան շատ օձեր չեն լինում, բայց այնուամենայնիվ այնպես էլ չի, որ ընդհանրապես չեն լինում ու ես էլ այդ առումով շատ զգուշ եմ լինում ու միշտ երբ փորձում եմ ստուգել
ձվերը հավաքել, այնպես է լինում, որ ցերեկը մոռանում եմ։ Իրիկունն էլ այդպես չեմ հավաքում, որովհետև իրոք վտանգավոր է։ Հնարավոր է այդպես գան ձվի վրա ու կծեն։ Հիմա սրանց մասով ասեմ, որ այստեղ որոշել եմ ձեր հավերի թվականակից մի փոքր քանակ կրճատել ու մեկ էլ այս աքլորն եմ որոշել կրճատել ու նաև կան ձեր հավեր, այդ տեսեք սա ինքը ձերա, որոնք այդքան լավ չեն ածում ու իրանց պահելը զուտ ուղղակի դերի ծախս է։ Դրա համար մի փոքր մի 3-4 հատ կկրճատենք հավերից, որպեսզի հավերի մեջ այսպես սերնդափոխություն լինի, այսինքն հները կրճատենք, ներերը արդեն կշատացնենք։ Իմիջայլոց շատ են հարցնում, արդյոք հնարավոր է հավերը ձուացեն առանց աքլորի, իհարկե ածում են, բայց այդ ձվերը չեն լինում արդեն ճտեր ստանալու համար պիտանի։ Իսկ ինչի համար է պետք աքլոր պահելը, ժողովուրդ ջան, ուրեմն աքլորները իրենք կարծես թե ձեր հավանոցի այսպես հիվանդությունների ինդիկատորն են լինելու։ Գիտենք, որ բնության մեջ այդպես է, արական սեռը ինքը հիվանդությունների նկատմամբ շատ զգայուն է լինում ու երբ ձեր թշնամոցում հիվանդություն է լինում, այդպես առաջինը հիվանդանում են աքլորները։ Հետևաբար, բացի նրանից, որ իրենք օգնում են ճտեր ստանալու, այլ նաև ձեզ կարող են հուշել, որ թշնամոցում հիվանդություն կա։ Առաջին իրենք են հիվանդան եւ դուք արդեն կարողանում եք ճիշտ ժամանակին բուժումներ անել ու փրկել ձեր թռչուններին։ Հետևաբար, իրենց պահելը ճիշտ է։ Ու բացի դրանից նաև իրենք որոշ չափով նաև կարող են օգնել պաշտպանել հավերին, որովհետև հավերը փորձում են աքլորների մոտ լինել, իսկ աքլորներն էլ այդպես տեսեք, ես շորերս ուղղակի թողել էի ու մտել եմ հավանոց ու իրենք անհանգիստ էին այդ ընթացքում։ Նույնը լինում այն դեպքում, երբ արդեն ինչ-որ կատու կամ շուն է մոտիկանում հավանոցին, իրանք սկսում են բարձր ձայներ անել, այդպես տիրոջը հուշելով, որ իր հավանոցում վտանգ կա։ Սրանց օրվա մեջ մի քանի ժամ բաց եմ թողում ու հարածում են, տեսեք, ու օրվա շոգ ժամերին հավաքում են, հիմա արդեն իրենց հարածելու ժամն է ու նրանք արդեն այսպես անհանգիստ են ու ուզում են դուրս գալ։ Տեսեք, բավականին խոշորացել են, սրանք լավ են աճում այն ժամանակ, երբ հարածում են, երբ հարածում են աճը օրը տարեկան է այսպես։ Սրանց ջուր տանք, խմեն ու նոր բաց կթողենք, կգնան ման գալու։ Հիմա գնանք բանջարանոցի վերջում կանաչ խոտ կա, մի փոքր բերենք ու կերակրենք թռչուններին, հավերին հատկապես, ճտերին չեմ տալիս, քանի որ դեռևս վատ առողջ են, տեսեք ժողովուրդ ջան, մեր կարտոֆիլը ոնց է ծաղկել, այս մոլախոտերը պետք է ժամանակ գտնեմ ու արմատներից անեմ, որպեսզի իրենք սերմ չտան։ Այսինքն անենք հավերին կերակրենք, որպեսզի ձվատրությունը նորից վերականգնվի ու ավելի շատացեն։ Այդ տեսեք, սենց կատնուկ, մենք կատնուկ ենք ասում այս բույսին։ Այս անգամ սրանով կերակրենք, իրանք շատ հավեսին ուտում են։ Իմջալուց այս կատնուկները նաև ճագարներին էր։ Լավ, շատ ժամանակին
Եվ պահում էի, տալիս էի։ Ու եղինջներն էլ ձեռներս կծեցին։ Սկանը հերիք է կարծում եմ։ Շախ չտվի, որպեսզի բոլորն էլ օգտվեն։ Ու հավաքենք այսօրվա ձվերը, որ չմնա։ Մինչ այլոց նախորդ տեսանյութերում գրում էիք, որ ձվերը երկար չթողեն, որովհետև կարող է փչանալ։ Իհարկե ճիշտ դիտարկում է ժողովուրդ ջան։ Հիմա քանի որ շոգ է, պետք է շուշուտ հավաքել, որպեսզի ձվերը չփչանան։ Բայց այստեղ հավանոցը շատ հով է, այնպես որ այդ խնդիրը չեմ կարծում, որ այդպես շատ մեծ խնդիր է իրան երկար պահելը, բայց ամեն դեպքում խորհուրդ ընդունում եմ ու փորձում եմ ամեն օր հավաքել։ 7, 8, 9 ձու այսօրվա մեջ ու մի հատ էլ հնդկահավը կացի է, արդեն երևում է վարքից, որ ձու ածն պետք է ածի կամ այս սպիտակա դեղնավունը։ Տեսեք մեր դդմիկները արդեն բերք են տալիս ու ծաղկել են, մի քանի օրից արդեն էլ չեն գնի առնի։ Ստեղ իբր պատիսոն եմ դրել, բայց երկարում է ու մի տեսակ պատիսոնի նման չի ժողովուրդ ջան։ Երևի շփոթել եմ ինչ որ բան, բայց այ տեսեք, այս մեկը պատիսոն է ու արդեն փոքր բերքը երևում է։ Անքել են կաբաչկիներին։ Էլի այն մեկը ծաղկած։ Մեկ էլ այսօր ուզում եմ ցույց տալ ձեզ ծաղկանոցը, որը հենց բանջարանոցի ճանապարհի վրա է, այսպես այս տարի որոշեցի ցանեմ, որպեսզի սիրուն լինի նկարելու համար, ու տեսեք արդեն հնդկոտեմները ոնց է ծաղկել, սա շատ սիրուն բույս է, ինքը անուշ հոտ ունի ու նաև սերմերի թղթի վրա գրված էր, նաև որ ինքը սննդի մեջ են օգտագործում, այ տեսեք, սա տանը աճեցրած թուփն է, բայց կա նաև սերմից դրած դրսում դրածը ու արդեն այս տեսքն ունեն, շուտով սրանք էլ կծաղկեն։ Սրանք շանբերան են կոչվում։ Էլի ես երկու թուփը տանը աճեցրած է, այստեղ նաև ունեմ նոր դրածները։ Տեսեք։ Կա ցինյաներ, այլ բաժզամիններն են սիրուն, ինքը որ ծաղկի ցույց կտամ անպայման, շատ սիրուն բույսեր են։ Գեորգինիները դե միասին ենք դրել, սրանք էլ կանեփներ, բանը։ Տզկանեփն է, էլի այսպես դեկորատիվ բույս է լինում, ինքը շատ սիրուն չի ծաղկում, բայց տերևները շատ սիրուն է լինում, որ մեծանում է։ Պատատուկներն են, որոնք բարձրանում են, բայց հավերը այն արանքից ուտում են։ Սա դրել է այստեղ, որ այսպես այս ցանկապատը ծածկի, քանի որ ինքը այդքան էլ սիրուն չի։ Նաև աստղածաղիկներ կա, աստրաներ կան ու նաև մի բան եմ ուզում ցույց տամ, խորդենիներն են, որոնք սովորաբար տանն են աճեցնում, բայց ես այս տարի որոշեցի տանը հողից հանել ու տեղափոխել դուրս ու տեսեք արդեն կոկոններ է տալիս ու այստեղ նաև արդեն ծաղկածներ կան, տեսեք։ Ու նոր դրածներ կա փոքր։ Սրանք էլ փնջաձև քրիզանթեմներն են, որոնք այս տարի դեռ նոր պետք է առաջին անգամ ծաղկեն ու տեսնեմ։ Այսպես սա վաճառում ենք հավաքում, մի պապիկ էր վաճառում, այդպես առա ու բերեցի։ Այստեղ էլի խորդենիներն են, այս տեսակը սա բանն է,
բաց գազարագույն դեղին։ Սա էլ է, սա սերմից եմ իմիջիայլոց ստացել, ծաղկի էլի ցույց կտամ։ Տարին թեև այդքան էլ հաջող չէր մնացած մրգերի ու հատապտղների համար, բայց այս տարի ժողովուրդ ջան, մալինայի բերքը շատ լավ է։ Թեև այս 2-3 առուն ես սնուցում էի տվել եւ փայտի մոխիր էի լցրել ու նաեւ կալիմական պարարտանյութ էի տվել ու տեսեք արդեն հորաշիվերը իմ բոյին են։ Սրանք հուլիսի կեսերին ծերատելու եմ այստեղից, որպեսզի կողքերից ավելի հարթամ ճյուղեր տան ու այս ճյուղերը արդեն մյուս տարի բերք տան։ Իսկ մնացածի անցած տարվա ծերատածների բերքը տեսեք, ահագին բերք կա, եթե կարկուտ չգա։